Այս պահին գնում ենք Մանազկերտ քաղաքում, գնում ենք Մանազկերտի Բերտը դիտելու։ Մանազկերտը դարձյալ հին հայկական բնակավայր է, որը հայազրկվել է 1915 թվականին։ Ֆետերոկը անպայման մեր հայկական տարբերակներով գրեթե սովորույթներով այսպես նմանատիպ օբյեկտների մոտ միշտ սրճարաններ, խորովածանոցներ, բարեր, քանի որ տուրիստներ շատ են գալիս եւ առևտրի համար շատ լավ է։ Հայկական տարածքը Բերտի տարածքն է, հավանաբար երևի շատ բնակատեղիներ քանդե վերաբերվել են։ Հայերենը բանդի Բերտի տարածքում մի երևի գերեզմանակար, որի վրա փորագրությունները հայերեն են։ Հիմա տեսողությունից այդքան լավ չի, որ կարտամ ինչ է գրված, բայց հուսամ կարող ենք խոշորացնել կարտամ և ձեզ ծանուցեմ, թե ինչ է գրված։ Գրվածների, փորագրվածների մի մասն էլ մաշվածության պատճառով չի երևում, բայց ամենայն դեպս ժողովուրդ սա հայկական է։ Բերտի ամենաբարձրադիր մասը մեր դիմացում է գտնվում։ Հե՞։ Դրոշ է։ Պետք է նկարեմ, քիչ է ալ։ Կնկարեմ, ու գիտես ինչ կասեմ։ Եթե մենք իրար բռնողած կլինենք, այսօր այդտեղ կտածվեր մեր ազգի դրոշը։ Եթե մենք դավաճաններ քիչ ունենանք, մենք միշտ կլինենք, ունենանք, հիմա էլ ունենք, իհարկե, վերջի պատերազմը մեզի տապացուց ապրեց, արդեն տարիքս էլ է բարեր արդեն մեկ որ անում եմ աղբեր, մինչև հիշում եմ ժամանակ հաստ։ Աստիճանները բոլորը պատրաստված են այս բազալտի այս տեսակից, խոշոր ծագոտկեներով և զարմանալին որն է, որ այս տեսակը նաև շատ տարածված է մեր տարածքում, որտեղ ես ապրում եմ, Ծարգավիթում։
Շատ շենքեր, Սագավիթում մանավանդ ոչ վերջին ժամանակների ֆունդամենտային մասը երկու սրա շարժվում այդ քարերով։ Բերտի քարերները մեծամասամբ պատրաստված է այս բազալտից։ Ճիշտ ասած, չգիտեմ, հեսա քարցնենք, տեսնեմ երևի մեր գիդը տեղյա գա, թե ոչ թվի շինություն է բերտը։ Գևոր ջան, ես բերտը ոչ տարվա կառուցա, տարեգիտիվը գիտես։ Տիվը չի նշում, Մանասկերտի հիմնադրումն է նշում 2020 մեր թվարկությունից Առաջ։ Հայկ Նաբեդի թորը մանավազնա հիմնադրել պատմական ապահոնիկ գավառ, որը մտնում էր բանի մեջ, տորը բերան աշխարհի մեջ, ապահոնիկ։ Մեծ հայկին հայտնիք է։ Չէ, տորը բերանի մեջ, ապահոնիկ, հետո ասում է հարկ, որը ուրանողն է, հետո մշու դաշտը տարոնն է, խնուսը վարաժնունիկ, սենց Որզ գրած բահար։ Թե ինչա գրած, հա հայր են, բայց ինչա գրած։ Հավանականա գրապարով գրած լինեն։ Ինչ որ բառեր հասկացար։ Բանը, չէ վետել նվեր են տվել, ոնց որ անեն նվեր տուվեն հնացել մանասներ։ Բանը, անեն ինչ ես, նրադակա կայսերները կաչում են, համոզում են, գրել են տալի, թե ախր, քորոք ձեր չենք տա ձեզի, բայց բանը, կտակարեք մեզի, ոնց որ անեն կտակարին, Ատենց մանասկերտն անին հետո դենց Բայց դե պատկերացրել եք անին, եթե մնացածներ ինչ մի հրաշք բաներ, թանգարանային քաղաք էր եղել, ճիշտ է։ Այդ կան եկեղեցիները, ամենաշատ եկեղեցի մենք ունեցել ենք Անիում։ Անիում 1001 Ապրես 1001 եկեղեցի Անիում ա եղել։ 1001 աղբյուրներ Բինջոլում ենք ունեցել, որ Բինջոլ ա կոչվել։ Չէ, 1001 շատ բան ենք ունեցել, բայց այսօր դժվարությունն է, որ 1001 դավաճաններ են մեր ազգի մեջ առաջացել, այդպես չի Եղոր ջան։ Փողասերներ, փողատերներ, փող են սիրում։ Հարց պայեցի մի քիչ, բայց դե դզենք ոչ։ Ուրախացի։ O zaman da sana anlıyorum evde kendisi Սիփանասարը, մեր դիմացում է գտնվում Սիփանասարը, որը գրեթե մոտ է Արագածի բարձրությանը։ Արագածից բարձր է երևի, ասա այդպես։ 50 մետր պակաս, հա, դե նույն բարձրությունն է։ Լա ձյունը դեռ չի հալվել եւ դա էլ է ապացույց, որ Արագածի չափ բարձրություն ունի մոտավորապես։ Եվ այս ճանապարհով մենք ուղևորվում ենք դեպի Վան, քաղաք եւ լիճ։ Բարի գալուս Վան եւ Վանալիճ։ Վանակղզին, չէ՞, աղթավար կղզին։ Բայց լավ է որ Վանի մեջ մենք քաղաքին շրջագայում ենք։ Կադու մանարի քաղաք գտնես։ Եթե հանկարծ մի վանակատու գտնենք, պիտի հետը նկարվենք։ Նկարվելու է, չգտնես։ Բայց կադուները շատ խելացի կենտանիներ են, եթե։ Ես չեմ ուզում, իմ կադուն հերիք այս տաստիրակել եմ կապ։ Մեր կադուն հոյակա բաղկել։ Ավելի լավ։ Երկու հատ մուկա փորձել մեզ տուն մտնի։ Դե առաջի հատումից բան։ Արա երկուսին նենց սիրուն ձևով։ Բրնեքցեն բանի վրա, պոլի վրա, ու գալեմ ասում արեք տեսեք։ Արեք տարեք, ասում էր, չի ուդեմ։ Շատ կուլտուրական, մակուր ախպեր։ Ճիշտ է, մաս տալիս է շատ, դե խաշում է սորական պիլասոսա, բանա, մակրում ես,
ու հասկանում է էլի, որ մեկին հանգարցի կիլոմետրերի վրա զգում է իրան։ Գնում է, գալիս է, գնալուց չանով, գալուց ոնց։ Ճակնդեղի պլանտացիաները չէ սրանք։ Շաքարի ճակնդեղ։ Հիմնականում այս տարածքներում 3-4 կուլտուրա են ցանում։ Գարի ծորեն, կարտոֆիլն եկել ճակնդեղ են քանդում համայրա։ Արևմտյան Թուրքիայի տարածք, այնքան ոնց որ մակարդակը, կեսամակարդակը զգացում որ բարձրանում է։ Այս աստեղ ռոռոկման համակարգեր կան բաց, մշակման համար շատ օգտավետ, այնպիսի պայմաններ է ստեղծված տարածքներում, որ երաշտներինի հեչ կապել չունի, ջերուցումը կա կանեն արհեստական։ Իսկ որտեղ ջուր, որտեղ հող, որտեղ հաց, ընդեղ էլ կաց։ Ուղևորվում ենք դեպի Վան, 120 կիլոմետր է մնացել մինչև Վան։ Սվետաֆոր պիտի դրացել։ Արագիտած ճանապարհը եփեն։ 90 արագությամբ գալիս է 40, Մարդն ասում է, ասենք 10 մետրից չես կարող այդ արագությամբ տակ գայիս։ Գտնվում ենք պատմական Արջեշ գավառում։ Արջեշ գավառում պատմական, որը գտնվում է Վանի վիլայեթում երևի այդպես է, վիլայեթներ ասում կոչվում։ Այստեղից մեր ուղղություններ կա, դա տեսնենք ուր ենք երթում։ Սառը ջուր չէ։ Չկա, միջև Վանեն հասնենք, կդեղեր Վանեցի է, ջուր չեն դա։ Չէ, սա կարը կարն է։ Հա, Գևոր չան, կարմիրա։ Ոզ կակիդա, Ինչապեր։ ոզ կիդան ճուր։ Հա, Դերանք արդեն խառնուրդ է, ոչ նուրվանք։ Կոսմեցիկ։ Հա, ոչ վանեցի է, ոչ ռեշտումեցի է, դել է։ Որդ է, Վանում։ Կոսմեցիկ։ Մոքսեցի։ Վրեշիկ, Մոքս, վրեշիկ։ Այս վրշիկները վանեցիների չեն։ Չէ, ոչ վանեցի, ոչ ռեշտումեցի։ Մեր յուղը վրշիկներ էլ են եղել։ Հա, այդ վրեշիկները Աշտարակ եկան։ 4 տարի Ռշտունիկում երաշտ է եղել։ Հա, Սովից եկա քանի հազար մարդ է մահացել, ստիպած Ռշտունիկ գավառից եկել այդ մշոտ մնանը, մանասկերտ մշոտ աշտում մշակություն են արին դեղի ժողովուրդը։
Ալաշկերտը լավագույն տեղերից մեկն է էլի եղել։ Դիարբեկիր աչով։ Բայց դե ոչ մեկն էլ մշևն բուլանығին չեն ասնի։ Դուրս շատ է գավ, էդ ինչ հոյակավ այդ տարածքները ու լրիվ հացահատիկային կուլտուրանն էր հիմնականում։ Քիչ-միշ կարտոշկա կար, մեկ էլ բան էր։ Ճակնդը։ Ուրես որ երևի մեր խոշոր թփերով երևի ճակնդեղներ մեծացած ավելի փարտան։ Հա։ Մուրադիևա։ Սելվանալիճ։ 90 կիլոմետր կա մինչև բան հասնել է։ Են ինչն այն ինչը, մերն էր, բայց մերը չի։ Այս լավ տեղ էր, կարելի էր դեղ էտ հնարավորնի կայնի, իշն եք լավ կրներ։ Դա չէ մարդիկա ես նայում եմ, կա։ Արա մարդիկ կան, մարդիկ կան։ Կար չամպով եղան, սպարտա։ Հա, իմացա անգե։ 200 կիլոմետր ու 130։ Բայց հələ չենք ասել բան քաղաք սպարտա։ Քաղաքը չէ լիճն է գալ։ Հա։ Ծովից ծով, հովեր կբերի, կամիներ։ Կորոված է հոդա տալիս անդատ։ Երևի ավտոները ստեղ են կային ծնեմ, չէ՞ կողմ։ Վերեք մենք էլ միտեղ կայինենք բան անենք։ Ռազվարոտ անես։ Սպոչ մտնես լողնաս ապի։ Իրեք հոգի կունոման մտնի, լեջին կես կցամքի։ Են տարի, Օրհա, էսինգա։ են տարի էնի մնջել։ Կարոս ու 06 էր առեթանսա, սեցարե կետանք սևան։ Գնացինք Մուրադի վարուշ իրա հոտ տերուսիկներ երևի հասկին։ Ձեր սպոչ։ Զապիսա էր թե գիտեր։ Լավ է, բայց մտամ մի անգամ հելա, սինոր չմտնես ու առաջ, երկու անգամ։ Վանալիճ։ Մի քիչ ուշացումով ես եկա։ Պարդատիր պիտի հայ վանալիճում, վանածովում պիտի գոնե ոտերը թրջի կամ էլ լողանը, հա։ Մի քիչ։ Շատ կամաց կնա, աշուտ։ Բա։ Չեղավ։ Պպզի, պպզած կնա։ Աշուտ, պպզած էր այդ ենց։ Բա։ Այդենց էլ այդպես լավ է։ Լեպրձուն ջուրա, հա։ Անուշ։ Կալստև ու ես ջրի մեջի չմտներ, Hele ձերքով արա։ Ես երկու չեմ լողնա, բայց դու պիտի լողնա։ Լեպրձունա, ոնց որ գիտես բան շամպուն քսես բանում եք, հա։
ինքը աղի ալելեզու դուր։ Աղի ալել։ Վայ աշոտ։ Անում են գազը փորձում են աղես։ Հնարավոր սպիրագիրի աղջի է։ Չոր աղանում է, դա պայման բանին անեն։ Դրանց ուզում ես մի բան ես հապես, գիտես տեսներ չենք հասկանում։ Չկա է։ Անում են շոշերին են ձնարում։ Հայդե քեզ արտարացրեք։ Հարուցը հալը։ Ֆունկցիան կատարի, տեղ երազանքիստենա, դες կին կվա։ Հա, մգրտվում ես։ Վանա Աթավատ մնաց։ Բանը հայրին ստեղ են մտցրել, լոքցրել։ Իստանայություն են քնել է։ Մգրտեր են ստեղ։ Խոլ։ Հոյակապ եղանակ է, բայց մի լողացողի չես տեսնի։ Հիմնականում ես որ բացի մեզանից եկել ծովապին մի քանի հոգիներ կան նստած, ոտքերն են թրջում ջրի մեջ, աղակալա ջուրա շատ, համովես փորձեցի մի քիչ կողմից բավականին աղյա եւ շատ լպրծում, քարերի վրա ոտքերով չես կարող կանգնես, սլում ես, չմեջկա վասկի մրցնում ոնց որ լինի։ Այդ պատճառով շատերը, այսինքն նեգազներից չեն վախում են փորձելու լողանալ։ Թե չէ խորությունը բավարար է, այդքան շատ չես գնա, բայց եթե շատ է գնաս, այդ դառնալու համար բավականին վտանգ է ներկայացնում։ Այդ լպրծուն քարերի վրայով անցնելը իրոք վտանգավոր է։ Արի, այդպես արի, որ բան չգնի։ Ահա։ Զգուշ եղի։ Մի օր երկու օր բանա մնաց է հանգարց մի բան բանան է սարկես գլխիդ։ Մտնող չկա ջրի մեջ, իմացի, մակուր ազի բան արա, դուս արի, հանգիստ, անփորձանք։ Ես էլ ես վանալիջը, բայց շատ վտանգավոր է մտնել լողանալը։ Տղաների կա մեր ղեկավարը լճի բոլոր մասերում են եղել, գրեթե լճի բոլոր սահմանամերձ ապամերձ տարածքները այս քարերից են։ Եվ շատ վտանգավոր է քարերի վրայով անցնել գնալ խորանալ։ Ես հաջող կողմի 20-30 մետր կգնայի, բայց վախեցա գնեմ ոչ ջարդել։ Այսօր գիշերային բան է։ Մի ժամ առաջ եկանք, տեղավորվեցինք հյուրանոցում, ընտրեցինք, հիմա էլ որոշեցինք մի քիչ քայլել գիշերային Վանում։ Այո, Վանը շատ մեծ քաղաք է, մոտ 1 միլիոնի չափ ազգաբնակություն ունի, հիմնական բնակիչները քուրդեր են։ Podyumlar mağazalarında efsane Engin Festivali başlıyor. Երեկոյան ժամին հիմա Erkek ve çocuk ürünlerinde կարծեմ ուտի ցավել է, ժամը չի ցույց տալիս լավ։ Ախստանան սուտանց 30-ը։ Խանութները աշխատում ալավ է, հա։ Լավ աշխուժ քաղաք։ Հա։ Մարդիկ ժամի 10-ը լավ զբոսնում են։ Գերխումի օբյեկտիվում լստած սրճարաններում բանում ընկերներով, ընտանիքներով հյասմար առօրյան հասկացում են էլ երևի։
Էս որ վարվում է լուսերի ման, ինչի է նման։ Կենտանու է նման, ինչի է նման։ Սա սրանց երևի նշանաբանն է, էմբլեման է։ Քաղաքը։ Գևորգ։ Սա ինչին է, հա, ձուգն է։ Ընդ բանին են նման։ Այ այս լույսը դեղին նմանեցված է ձգան, որը խորհրդանիշն է։ Վանատարախ, Վան քաղաքի խորհրդանիշը ձուգն է, Վանատարախը։ Նայեք, բոլոր լուսամփոփները անցք եւ ձախ կողմերում տարախանման ձգներ են։ Վաղը մենք պետք է տարեխի խորոված փորձենք։ Համտեսանենք։ Հետաքրքիր է, էլի, բայց թանկարժեք էլ ձուկ ասում են, չէ՞ տարեխը, ջեւոյ։ Դրսի շուկայում։ Ես կարծացել եմ միտեղ տարեխ, երկալի։ Հա, երևի, բայց ասեմ դրսի շուկայում, թե տարեխի մինակ ստեղ կարող է բռնեմ ուղարկում են դուրս, բիզնես է մեծ։ Բայց մեր մոդերը տեսել եմ ուտում են, բան չկա։ Էդ երևի առաջ է եղել։ Մի քիչ էլ Իսմայելի կնկարենք։ Մի բան շատ հետաքրքիր է, հետից ամեն քաղաք ունի իր խորհրդանիշը, Վանի խորհրդանիշը տարեխ ձուգն է, Մշո խորհրդանիշը կակաշները, հեսա Գևորգ մեր հավանում վար կիմանա, Գևորգ ճան, բա Էրզրումի խորհրդանիշը որն էր։ Լավ, մյուս անգամ որ բան եղավ հարցնեմ, որ եկար։ Հետաքրքիր է, ամեն քաղաք ունի իր խորհրդանիշերը։ Մերն էլ հիմա նոր են սկսում խորհրդանիշներ դնեն, բան գերտ, գրոշել, բանել երևի։ Դա չես նայում հնաբերցիկ իրանց քաղաքի բան շրջանի գերբն են նկարել, երբ տեսնենք թե որը կընտրեն մի քանի հատ կա։ Շարմիրա բաց գալիս է։ Ոյ։ Çok güzel çalıyor. Կոշիկի խանութ է։